Մեկ-մեկ մտածում եմ, ես առանց հանրավակներս ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ որ մի քիչ ժամանակ պետք լինելու հետ վարժվելու համար։ Քարոզարշավը այսօր Սևանում անցկացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Ընտրություններից հետո պետք է վերանորոգել երկիրը։ Այս կոչով սևանցիներին դիմեց վարչապետի ընդդիմադիր թեկնածուն։ Այսօրվա ելույթի առանցքում կրկին հայ-ռուսական վատթարացող հարաբերություններն էին։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ այս իշխանությունը ոչ մի հաշվարկ չի անում, մեկ հաշվարկ ունի, ինչ անի, որ աթոռը պահի թքած ունի, թե հետո ինչ կլինի իր սեփական ժողովրդի հետ։ Այսօր ավելի վաղ Հայաստան դաշինքը նաև մի տեսանյութ էր հրապարակել սոցցանցում, որտեղ երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որակեց մանիպուլյացիայի, ստի, ագրեսիայի, ատելության, պոպուլիզմի 8 տարիներ։ Գործող իշխանությունը այս քարոզարշավը վերածել է Հայաստանի պատմության ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։ Վարչապետ Փաշինյանը, որ ընդդիմադիր 3 առաջատար ուժերին անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, քարոզարշավի ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտարարել է. սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր ղեկավարած քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը, այդ նշանակում է Հայաստանը տանել հետ պատերազմի հորձանուտի մեջ։ Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի։ Իր այսօրվա ուղերձում Հայաստանի երկրորդ նախագահը հակառակն էր պնդում, շեշտելով հարևանների հետ ավելորդ լարվածությունը, իսկ դաշնակիցների հետ առճակատում չի լինի։ Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Քոչարյանը ընդգծեց, որ չի խաղալու մեծ տերությունների հակասությունների վրա, այլ բարեկամական հարաբերություններ կունենա եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, եւ Եվրոպայի հետ։ Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի հետ, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ուզում ես պապան ընտրվի, դե չէ։ Չէ, ուզում եմ ընտրել Նիկոլը գնա, բայց ուզում չեմ ինքը վարչապետին։ Պաշտոնական ուղերձներից եւ քարոզարշավից բացի Քոչարյանները այս քարոզարշավի ընթացքում նաեւ ընտանեկան պատմություններով են կիսվում։ Այս անգամ կրտսեր Քոչարյանը Լևոնը հրապարակել էր մի հատված մոր Բելա Քոչարյանի հետ մտերմիկ զրույցից։ Չէ, ուզում եմ այդ մասը հաղթել, օպոզիցիան հաղթի, միասնական օպոզիցիան, հետո կոնկրետ չեմ ասում, ուզում եմ ինքը լինի, բայց լավ կլինի, որ ինքը լինի, որ այս շրջանը կոնե 2-3 տարին ինքը տանի։ Իդեպ մարզերում եւ սոցիալական ցանցերում ակտիվ քարոզարշավ իրականացնող Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քաղաքական ուժերի առաջին համարների մեծ բանավեճին, պնդելով, թե այդ ձևաչափով բովանդակային քննարկում հնարավոր չէ ունենալ։ Այս շաբաթ տեղի ունեցած մյուս 2 բանավեճներին այդուհանդերձ նրա թիմակիցները մասնակցել են։ Նախագահ, եկել, մանիքալ, ոնց եք, լավ եք, շատ ուրախ ենք։